շատ բարձր աշխատավարձ են ստանում մեր երկրաբանները, մեր մասնագետները, բայց անընդհատ պահանջարկ կա մասնագետներ։ Երեխեքին ես առաջարկում եմ կողմնորոշեք մեր մասնագիտությունները՝ քիմիա, ֆիզիկա, երկրաբանություն հատկապես, աշխարհագրություն հատկապես։ Ընդունվելը շատ հեշտ է դարձել, բայց պահանջարկն շատ մեծ է դա մասնագիտություն։ Տախտակը որ կա, բոլոր նմուշները վերցրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրից։ Ներկայացուցչական նմուշներ են, մի մասը վերաբերում է հիմնական ապարների, որտեղ որ մեր հանքայնացումը ներփակված է, մի մասը հանքայնացման տեսակներն են, լրիվ նմուշները համարյա ներկայացված են, ասենք, նայեք, խիակոչում պղինձմոլիբդենային կոմբինատ, որովհետև այս կանաչը, տեսեք, սա խալկոպիրիտն է, ինքը պղնձի միներալ է, 33% պղինձ է, և մոլիբդենի օրինակ հեսա ցույց կտամ, տեսեք, այս կապտավուն սենց մանր երակիկների մեջ մոլիբդենն է նստած, մոլիբդենիտն է, մոլիբդենի սուլֆիտ է, և հիմնական տարերը պղինձ մոլիբդեն կաջարանի կոմբինատում, նաև ունենք ոչ հաճախ հանդիպող, այս էլ շատ եզակի նմուշ է, ինքը էպիթերմալ հանքայնացման երակային տեսակ է, որի մեջ արդեն բազմամետաղներ կարող եք տեսնել։ Այս ծաղկակաղամբային տեքստուրան դեղնավուն որ կա դրան սվալերիտ է կոչվում, ցինկի սուլֆիդն է, այս դեպքում ես որ նման է մոլիբդենին, բայց մոլիբդեն չի, գալենիտ է, կապար է, և որոշակի արծաթել կա մեջը, որոշակի շատ չնչին ոսկեր։ Սրանք հազվադեպ հանդիպող են սովորաբար պորֆիրային հանքայնացման թևերին կամ մի քիչ հեռավորության վրա նաև լինում են այս տեսակի էպիթերմալ երակներ։ Սրանք ներքևում ոնց է կատարվում հորատման աշխատանքները, հետախուզական աշխատանքների մեջ հորատումը շատ պարտադիր երևույթ է, որով կարողանում են իմանան խորը հորիզոններում պաշարի քանակը, որպեսզի կարողանան հասկանալ ինչքան պաշար ունեն և ասենք հանքը քանի տարի կյանք ունի, որ կարողանան ստրատեգիական պլաններ մշակեն, տնտեսական արժեքներ ստանան և այլն։ Մոտ 2 միլիարդ պաշար հաստատված կան, բավականին երկար կյանք ունի, հորատման, նայեք, այս հորատաձողը կտրված է, սա ոնց որ համարեք հորատման հաստոցն է, բայց մակետը, ինքը հորատման հաստոցը ավելի մեծ է, ուղղակի ինքը այս հորատաձողով ներքևը թագագլխիկը տեսնում եք, հորատում են և հորատահանուկը որ դուրս է գալիս, այս արկղների մեջ հորատահանուկն է դրված, երկրաբանները փաստագրում են կատարում, նշումներ են անում, ապարների տեսակներն են առանձնացնում, հանքայնացված ինտերվալներն են նշում և կատարում են նմուշարկումը նայեք, սենց կտրվում է քարը, կես քարը վերցնում են նմուշ է տարվում, օրինակ ստե որ տեսնեք, հեսա որ ջրենք, են ջուրը ուր է, տեսանելի անում, տեսեք, տեսնում եք խալկոպիրիտի երակներին, շատ սիրում, պորֆիրային հանքայնացման բնորոշ հանքաքար։ Դպրոցներում էլ պիտի արդեն թեկուզ բնագիտական առարկաներում, չգիտեմ, աշխարհագրության ինչ-որ ժամանակ տրամադրեն, որ երեխաները, դպրոցականները մի քիչ ավելի լավ պատկերացնեն։ Ինձ թվում է եթե լավ պատկերացնեն, երկրաբանությունը հրաշալի մասնագիտություն է։ Մենք կենթանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, այստեղ մենք ունենք և կենդանիներ, որը ներկայացնում են դա ուրարտական սաղնոցն է, երկարավոց ցինկը և փայտամիջատներ ունենք, մանրադիտակներ, բենտոսային տեսակներ, որոնք այս պահին նույնպես ներկայացված են։ Դե գիտենք արդեն, ուրարտական սաղնոցը Հայաստանում տարածված տեսակ է, կարմիր գրքային տեսակ չէ, այս պահին ներկայացված ձագը ինքը գունային այդ պատճառով ավելի վառ է, երկարավոր ցինկը ինքը կարմիր գրքային
մողես է, այստեղ է։ Կարմիր գրքային մողես հիմնականում տարածված Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Այսպես, իսկ այս տեսակները, հա, այս փայտամիջատները իրանք Հայաստանից չեն բերված, սակայն Մեղրի շրջանում, հա, իրանք գոյություն ունեն, նաև մի վարքան հանեմ։ Ինչի են կոչվում փայտամիջատ, քանի որ իրանց մոտ միմիկրիան այնպես է, հա, իրանք հիմնականում է ծառերի թփերի մոտ են տարածված ու մեկ վարքան, ու փայտի տեսք ունեն, հեսա ձեզ ցույց տամ, դա փայտամիջատներն են։ Այսպես, ունենք նաև բենտոսային տեսակները, որոնք ցուցանիշներ են ջրի աղտոտվածության, այս տեսակները տարածված են հիմնականում գետերի, հա, լճակների մոտ, ու մենք գտնելով այդ տեսակը կարող ենք ասել, թե այդ ջուրը ինչ աստիճանի աղտոտված է, գոյություն են մաքուր, հա, ջրային էկոհամակարգերում ապրող տեսակներ եւ ավելի աղտոտված տարածքում ապրողներ։ Եթե հայտնաբերում ենք ինչ-որ կոնկրետ տեսակ, մենք արդեն կարող ենք հստակ ասել, այդ ջուրը ինչ աստիճանի աղտոտված է։ Փայտի տեսակ չկա, այսպես, հա, իրանք հիմնականում թփուտներում, անտառներում տարածված տեսակներ են, հա, ու այդ ճյուղերի մոտ իրանք դժվար գտնել է, այդ իսկ պատճառը իրանց անունը հենց այդտեղից էլ եկել է, էլի, այդ փայտի տեսքի համար, ռուսերեն պալեչնիկ են անվանում իրանց, իսկ իրանք Հայաստանում այդքան էլ տարածված չեն, միայն Մեղրի շրջանում են տարածված ու ավելի փոքր են հայկական տեսակները։ Սրանք Գերմանիայից բերված են, իրանց ծվերը բերել են Գերմանիա ու մեր կենտրոնում արդեն նրանց մենք բազմացրել ենք։ Մեր կենտրոնը հիմնականում զբաղվում է կենդանիների եւ էկոհամակարգերի, ջրային էկոհամակարգերի ուսումնասիրությամբ, որտեղ մենք ուսումնասիրում ենք կարմիր գրքային տեսակները, պահպանվող տարածքների ուսումնասիրություն, պահպանություն ու մի շարք գիտահետազոտական աշխատանքներ ենք կատարում, ինչպես գենետիկական, բնապահպանական, ջրային ռեսուրսների կառավարման եւ մի շարք այլ գիտական հետազոտություններ։ Այստեղ ցուցադրված են կմախքները, կատնասունների, ձկների տեսակներ, պարազիտների, մակաբույծների տեսակներ եւ դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր պարագաները, հեռադիտակներ եւ այլ ֆոտոթակարդներ եւ այլ, այսպես։ Սրանք մանրադիտակներ են։ Ձեզ մենք ներկայացնում ենք մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Մեր ինստիտուտում առկա են 12 տարբեր լաբորատորիաներ, որոնցից է մարդու գենոմիկայի լաբորատորիան, էվոլյուցիոն գենոմիկա, բույսերի գենոմիկա, վիրուսաբանությունը, կենսաինֆորմատիկան, որը բավականին արագ զարգացող ուղղություններից է համարվում։ Կոնկրետ ես մարդու գենոմիկայի լաբորատորիայից եմ, իմ գոլեգան Գայանեն էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից է։ Հիմա ես մի փոքր կներկայացնեմ, թե ինչ են անում մարդու գենոմիկայի լաբորատորիայում, հիմնականում ուսումնասիրում ենք հիվանդություններ, որոնք կախված են գեների հետ, այսինքն փոխանցվում են ժառանգաբար կամ որևէ մուտացիայի հետևանքով, ինչպիսիք են օրինակ երևի տեղյակ կլինեք պարբերական հիվանդությունը կամ ժողովրդի մեջ ասվում է նաև երևանյան հիվանդություն, քաղցկեղի որոշ տեսակներ ենք ուսումնասիրում, ժամանակին շիզոֆրենիան, այս պահին մի փոքր ուսումնասիրությունը կանգնած է շիզոֆրենիայի ուղղությամբ, բայց բավականին մեծ հետազոտություններ են կատարվել նաև այդ ուղղությամբ։ Գնում ենք պեղումների ու պեղումների ընթացքում պեղված ոսկրերից անջատում ենք ԴՆԹ եւ սպիտակուց, փորձում ենք հասկանալ, թե մարդիկ մեզանից հազարամյակներ առաջ ինչով են սնվել, ծիսակատարությունների ժամանակ ինչ կենդանիներ են օգտագործել, ինչ հիվանդություններ են ունեցել տվյալ մարդիկ, այսինքն փորձում ենք մոլեկուլային կենսաբանության մեթոդների միջոցով վերականգնել մարդկանց մշակույթը, կենսակերպը, հիվանդությունները։ Այստեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների կենդանական եւ մարդկային ոսկրեր, սրանք մարդկային ոսկրեր են եւ տարբեր կայքերից են պեղված, որոնք տարբեր տարիքների են։ Սա 11-րդ դարի գանգա, պեղված է աղցքից, երեխայի է, կարող ենք հասկանալ կարերի ոչ ամբողջական սերտաճումից եւ աղջիկ երեխայի է, դա էլ հատուկ գանգի անատոմիայից ենք հասկանում։ Սա արդեն հասու մարդու է։ Էլի վերին վերջույթի ոսկրերից են նախաբազուկը կազմող։
Այստեղ բոլորը առանց բացառության կենթանական ոսկրեր են, սրանք ատամներ են, արջ, խոս, կով եւ այծ կամ ոչխար, ինչու եմ ասում կամ, որովհետեւ իրանք անատոմիապես շատ նման են ու հասկանալու համար հստակ արջ թե ոչխարը պետքա սպիտակուցային անալիզ անել ու սպիտակուցների միջոցով, ամինաթթուների միջոցով հասկանալ թե կոնկրետ որ կենթանին է։ Սա արջի բազուկոսկրն է, մասնակազմող մոտավորապես 8000 տարեկան է։ Սա երիտասարդ է, գույնից կարելի է հասկանալ ձի ու գանգ է։ Օձերը իրենց համար շատ ողջաշական կենթանիներ են եղել, անգամ իրանք գլխարկների թագերի վրա օձերը պատկերված եղել ու իրանք մտածում էին, որ օձը դա շատ ուժի իմաստության խորհրդանիշ է։ Այստեղ մենք այդ օձը ստանում ենք, իրանք ասում են, որ իրենց մոտ կախարդանք է, բայց իրական ցանկությունն է եւ շատ հեշտ փորձեր են անում, որոնք կարող եք անել նաեւ տնային պայմաններում եւ ուսուցչի եւ ծնողների իհարկե ներկայությամբ եւ այստեղ մենք ունենք կաչմի գլյուկոնատի հավեր եւ 4 սպիրտ։ Այս հավերը այրում է տեղի ունեն եւ ինչից դուրս է գալիս սև բարձրանալ, որտեղ կոծերը եւ միասին միահամուռով մի հատ մեծ օծաբարձրանալ։ Կալցիումի գլյուկոնատը, ուրեմն երբ որ այրում ենք տեղի ունենում, կալցիումի գլյուկոնատը քայքայվում է, առաջանում են օրգանական տարբեր նյութեր եւ CO2 գազ ու ջրի գոլորշիներ։ Ջրի գոլորշիներում CO2 գազը ստիպում է, որ այդ ածխի մնացորդները օրգանական մասի sense բարձրանան վերև տարածական սպունգի նման են իրանք դառնում։ Եվ օձերը բարձրանում են վերև։ Տնային պայմաններում է կարող եք անել։ Ապտիկայից գնում եք կալցիումի գլյուկոնատի հավեր, եւ տնտեսական խանութներից սուխոյ սպիրտ եւ լուծկի։ Տան անում եք։ Ցերը բարձրանում են։ Դրանք ցույց կմիավորվեն եւ մենք հաստատում ստանանք։ Սա կոչվում է փարավոնիկ օձ։ Կալցիումի գլյուկոնատի հավերով եւ 4 սպիրտով։ Եթե հավ օրինակ փշուր սարքես, մալացնես, ամեն բյուրեղիկից ինքը մի հատ օձ է դուրս գալի։ Նմանատիպ փորձ ստացվում է, եթե շաքարավազն ու սոդան խառնում եք իրար ու ավազ եք լցում, վրան սպիրտ եք լցում, երբ որ սպիրտը վառում եք, տաքությունից սկսում է մանր օձ է դուրս գալ, շաքարավազն ու սոդան իրար հետ հավասար քանակի խառնելով։ Այլ հիմնականում նույն պրոցեսն է տեղի ունենում։ Բջիջն է պաշտպանում օրգանիզմը, վիրուսների որ բջիջն է տեղափոխում թթվածինը մարդու օրգանիզմում։ Լեկոցիտի հետ է։ Բջիջն է տեղափոխում թթվածինը մարդու օրգանիզմում։ Զանգերոս չկա։ Առաջին նույն պատճառով էլի արյունը կարմիր է։ Դա ասացի։ Մենք ներկայացնում ենք Օրբելու անվան ֆիզիոլոգիա ինստիտուտը եւ մեր ինստիտուտի
լաբորատորիաների հիմնական հետազոտության օբյեկտները հանդիսանում են առնետները, նաև աշխատում են գորտերի հետ, այս կտրվածքի վրա դուք կարող եք տեսնել պատկերը կենտրոնական նյարդային համակարգի, իսկ այստեղ պատկերված է լաբորատոր առնետը, որին խայթել է օձը, կոնկրետ գյուրզա տեսակի օձը, անդրկովկասյան գյուրզա, եւ այստեղ խայթած տեղամասում, եթե ուշադիր նայեք, կա կարմրություն, այտուցվածություն եւ արյան զեղում։ Դա նշանակում է, որ օձի թույնը ազդել է, ինքը ունի հեմորագիկ ազդեցություն, առաջացրել է հեմորագիայի կամ արյան զեղման օջախներ։ Կենդանին ցավոք սրտի սատկել է, խայթոցից հետո այդպես է լինում, պահպանված են կենդանիները ֆորմալինի լուծույթի մեջ եւ կարող են տարիներով այսպես պահպանվել։ Այստեղ նաև մեր գիտական խմբի կողմից մշակվել է գյուրզայի թույնի դեմ հակաթույն, սպეციფიկ հակաթույն, ինքը այստեղ երկու տարբերակով է ներկայացված փոշու տեսքով, լիոֆիլիզացված փոշու տեսքով եւ լուծույթի տեսքով։ Լուծույթն էլ փոշին ֆիզլուծույթով, 0.9% նատրի քլորի ֆիզլուծույթով բացված է նախատեսված ներերակային ներարկման համար, որպեսզի եթե օրինակ օձը խայթել է, պետք է անհրաժեշտ օգնություն, սա լինի ձեռքի տակ։ Հիմա անցնում է մի շարք լաբորատոր հետազոտություններ, որպեսզի ստանա հաստատում, սերտիֆիկացիա, լիցենզավորում եւ մտնի շուկա եւ արդեն կմատակարարվի բուժհաստատություններում։ Կա պահին ուզբեկական հակաթույնը կա բուժհաստատություններում, ինքը այդքան էֆեկտիվ չէ, ծանր ընկալելի է իմունոլոգիական տեսանկյունից եւ պոլիվալենտ է, այսինքն սպეციფიկ չի ինչ-որ օձի թույնի դեմ։ Իսկ մեզ պետք է, որ հենց լինի գյուրզայի թույնի դեմ էֆեկտիվ միջոց, դրա համար մենք մշակեցինք այս հակաթույնը։ Ինչպես է ստացվել, ստացվել է ոչխարի իմունիզացիայի արդյունքում։ Այսինքն ոչխարին ներարկվել է թույն, սպասել ենք որոշ ժամանակ, որպեսզի օրգանիզմը արտադրի համապատասխան հակամարմիններ, ձևավորի իմունային պատասխան, դրանից հետո կենդանուց կատարվել է արյան նմուշորում եւ արդեն արյան նմուշներից անջատվել է շիճուկը, շիճուկից ստացվել են հակամարմիններ եւ այս հակաթույնը, որովհետեւ ինքը ամենաարդյունավետ կենդանին է համարվում, քանի որ ինքը խոշոր կենդանի է, կարելի է շատ արյան քանակներ ստանալ եւ ավելի մեծ քանակով։